Սիրելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ, այսօր այստեղ ենք ի աջակցություն Հայաստանում քաղաքական բանտարկյալների և Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության։ Այստեղ ենք ասելու, որ եվրոպական տարբեր կառույցներ լռության ուխտ են վերցրել, որ չարձանագրեն այն վայրագությունները և այն գործողությունները, որոնք ընդհանրապես կապ չունեն մարդու իրավունքների հետ։ Հայաստանում խոշտանգվում են մարդու իրավունքները, Հայաստանում չկա խոսքի ազատություն և այս ընթացքը որևէ կապ չունի ժողովրդավարական արժեքների հետ։ Արդարադատության պատասխանատուները ասում են, որ չկա օգտագործված քաղբանդարկյալ եզրույթը տարբեր միջազգային զեկույցներում, բայց դա կամ անտեղյակություն է, կամ միտումնավոր հանրության հայացքը շեղող մանիպուլյացիա։ Տասնյակ դեպքերում, Արմեն Աշոտյանի դեպքում, Նարեկի Սամսոնյան և Վազգեն Սաղաթելյանի դեպքում, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հարձակումների դեպքում կան հստակ արձանագրումներ եվրոպական տարբեր կառույցների կողմից, որ այո, Հայաստանում գործողությունները իրականացվում են քաղաքական հետապնդումների ներքո։ Քաղաքական հետապնդումները ենթադրում են այն գործողությունները, որոնք տեսնում եք այսօր։ Այսօր տասնյակ են մարդկանց նկարները, ում աջակցության համար մենք այստեղ ենք։ Շատ շնորհակալ ենք, որ Եվրոպայում տեղադրել եք հայոց այբուբենը, բայց այստեղ ենք նաև հիշեցնելու ձեզ, սիրելի գործընկերներ, որ այդ այբուբենի պահապանները, մեր տառերը, մեր խոսքը սերնդեսերունդ փոխանցողը եղել են հայ առաքելական Սուրբ եկեղեցու մեր հայրերը, հայ առաքելական եկեղեցին է այսօր հասցրել մեր այբուբենը այստեղ, որ դուք տեղադրել եք Եվրոպայում, բայց չեք խոսում այն բանի մասին, որ այսօր սրբազանները քաղբանդարկյալ են, քաղաքական հետապնդումների են ենթարկվում տասնյակ եկեղեցականներ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործունեությամբ զբաղվելը վտանգավոր է այն պատճառով, որ կարող ես հստակ խոսքի համար, բացառապես խոսքի համար դատապարտվել և դառնալ կալանավոր։ Կալանքը Հայաստանում օգտագործում է որպես պատժի միջոց և այդ պատժի միջոցին այս տասնյակ մեր հայրենակիցները ենթարկվել են։ Ենթարկվել է պատժի միջոցի նաև իմպիչմենտի վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, բարերար Սամվել Կարապետյանը, սրբազանները, տասնյակ քաղաքական բանտարկյալներ, Արտուր Սարգսյանը, այստեղ ենք ի աջակցություն և այստեղ ենք ասելու, որ լավագույն գնահատականը քաղաքական բանտարկյալների գոյության դա հայ ժողովրդի խոսքն է և այս խոսքը ասում է հայ ժողովուրդը, որովհետև Հայաստանում խոսքի համար, բառի համար կալանավորվում են մարդիկ։ Ազատ!